Աջապահյանը կրկին դուրս եկավ վեհարանից։ Արամին։ Ճանապարհ։ Դե չի իրենց ասած։ Եկարացեք։ Ոտքով քնչական կոմիտեի շարժում։ Գյումրի։ Գյումրի։ Այո, քնչական կոմիտե եմ շարժվում։ Այո։ Ես չեմ վախենում քնչական կոմիտեից։ Ինչ եք ուզում։ Հիմա այստեղ եթե ես մնամ, իրենք պետք է կալանքի որոշում կայացնեն եւ ինձ փախստական ներկայացնեն։ Ես փախստական չեմ։ Սրբազան հայրենի մատիները ձեզ ուզում են առաջադրել վարչապետի թեկնածու, դուք ասում են եթե ձեր համաձայնությունը լինի պատրաստ են, ինչ կասեք։ Ես կալանավոր եմ, կալանավորը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Դեռ կալանավոր Կլնենք։ Սրբազան մեղադրանքի կալանավորելով կավարտի գործողությունները Մայրաթորի դեմ։ Չէ, չի ավարտի։ Ո՞վ է շարունակվելու։ Եկեղեցու հաղթանակով է ավարտվելու։ Գեղարդար Հայրապետի նկատմամբ մեղադրանք առաջադրել։ Սրանցից ամեն ինչ սպասելի, ամեն ինչ, ամեն այլանդագություններ սպասելի։ Չեք թողնում մեքենայով գնամ, ես գնում եմ ոտքով։ Հիմա ոտքով քայլելու եք դեպի Երևան։ Այո։ Ով իրենք են տակի։ Թող իրենք ձեր տակալը։ Տեսնում եք քաղաքացիները թույլ չեն տալիս, որպեսզի Սրբազանը դուրս գա վեհարանի բակից։ Սատանը տիրոջից է։ Աղաչում եմ մի կոտրվեք։ Ատոս գան Այստեղ արդեն խոսակցություններ կան, որ հատուկ իշխանության կողմից նաև սադրիչներ են ներդրվել։